երևի թե բոլորդ է հեկացել եք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին օրենքի և ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն Հանրապետության նախագահը առաջադրել է իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում և հաշվի առնելով այս անցումային կարգավիճակը և այն, որ հնարավոր շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է անհնարինս պասիվ վարքագիծ դրսևորել հետագայի համար, որովհետև խնդիր չառաջացնելու ոչ իմ գործընկերների համար ազգային ժողովում, ոչ հավանական գործընկերների համար Սահմանադրական դատարանում ձեր թույլտվության և ձեր համաձայնությամբ ես այսօր չեմ վարի նիստը և կփոխանցեմ նախագահությունը հանձնաժողովի նախագահի տեղակալ Տիկին Ջուլակյանին, օգտվելով առիթից նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ հանձնաժողովի անդամներին, բոլոր իմ գործընկերներին, որ այս ընթացքում շատ ակտիվ համագործակցություն է իրականացրել հանձնաժողովի հետ, պետք է շնորհակալություն հայտնեմ հանձնաժողովի քարտուղարությանը այս տարիների ընթացքում ամենօրյա ռեժիմով 24/7 սկզբունքով մեզ աջակցելու համար և թեև էլի անցումային կարգավիճակ է և ազգային ժողովի որոշումից է կախված իմ հետագա անելիքները, այդուհանդերձ այս փուլում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նախագահությունը փոխանցեմ Տիկին Ջուլակյանին և ինչ ասեմ, տրադիցիայի համաձայն վերջում պետք է ասեմ Ժորժան ավելի պակաս կներեք, եթե ինչ-որ եղանակով, ինչ-որ ժամանակահատվածով, ինչ-որ փուլում ինչ-որ վարքագծի որևիցե տեսակ չի համապատասխանել ձեր ակնկալիքներին, հավատացնում եմ դա չի եղել որևիցե եղանակով դիտավորությամբ կամ չարամտության արդյունք։ Այսքան հարգելի գործընկերներ, ձեր թույլտվությամբ ես նախագահությունը փոխանցեմ Տիկին Ջուլակյանին։ Ինչ ինձ թվում է սա այն դեպքն է, որ կարծես թե հանձնաժողովի համաձայնությունը բարոյական համաձայնություն պետք է, բայց իրավական որևիցե սահմանափակում չկա սա հետ կապված, դուք գիտեք, ես միշտ դիմում եմ քարտուղարությանը, որպեսզի ևս մեկ անգամ լրացուցիչ երաշխիք ստանամ առ այն, որ մենք կանոնակարգ օրենքի պայմանները պահպանում ենք։ Հարգելի գործընկերներ, այսքանը, շնորհակալություն։